Սա մեր մանկության ամենաջերմ ու սիրուն հիշողություններից մեկն է, իսկ դու գիտես ինչ գաղտնիք է թաքնված Լովիսի պատմության հետևում։ 1968 թվական Լոս Անջելես Քիմ անունով երիտասարդ աղջիկը գալիս է լեռնադահուկային հանգստի, որտեղ հանդիպում է երիտասարդ իտալացի Ռոբերտոյի։ Առաջին իսկ հանդիպումից Քիմը հասկանում է այս հանդիպումը իր կյանքի ամենակարևոր պատմության սկիզբն է լինելու։ Նա չի իմանում ինչպես արտահայտի իր զգացմունքները ու պարզապես վերցնում է անձեռոցիկը եւ սկսում է նկարել։ Նկարում է մի բառ՝ աղջիկ, տղա եւ երկու բառ՝ Լովիս։ Նա անձեռոցիկը տալիս է Ռոբերտոյին։ Ռոբերտոն նայում է նկարին ու ամեն ինչ հասկանում է։ Նրան էլ ավելորդ խոսքեր պետք չեն լինում։ Նրանք ձեռք-ձեռքի են տալիս ու սկսում են կյանքի ճանապարհը անցնել միասին։ Ռոբերտոն Քիմի տաղանդին հավատում էր ավելի շատ, քան հենց Քիմը։ Նա վերցնում է աղջկա նկարները ու տանում է Los Angeles Times ամսագիր։ 1970 թվականին ամսագրում տպագրվում են Քիմի նկարները։ Մի քանի շաբաթ հետո արդեն աշխարհի 50 երկրներում մարդիկ կարդում էին Քիմի պատմությունը եւ այդ պատմությունների մեջ գտնում էին իրենց սեփականը։ Բայց գալիս է 1975 թվականը, տեղի է ունենում դժբախտությունը։ Ռոբերտոն հիվանդանում է քաղցկեղով եւ շուտով հենց Քիմի ձեռքերի վրա հեռանում է կյանքից։ Քիմը հասկանում է, որ այլևս չունի նպատակ նկարելու։ 1976 թվականին նա նկարում է իր վերջին նկարը՝ աղջիկ, որ կանգնած է գերեզմանի մոտ, եւ գրություն՝ սերը իմանալն է, որ միասին կլինենք նորից մի օր։ Ահա այսպիսի գեղեցիկ պատմություն է թաքնված մեր բոլորի սիրած Լովիսի հետևում։